Երեկ մենք հերթական անգամ տեսանք կառավարության ղեկավարի անպարկեշտ վերաբերմունքը հայ կնոջ նկատմամբ։ Եվ այսօր մեր քարոզարշավը սկսում ենք մի վայրից, որ խորհրդանշում է Կարապետյան ընտանիքի եւ ընդհանրապես Սամվել Կարապետյանի վերաբերմունքը մայրությանը, կանանց եւ Հայաստանի պետությանը։ Իմ մեջքի հետևում գտնվում է Վանաձորի Ամալիա Կարապետյանի անվան կանանց առողջության կենտրոնը, Վանաձորի ծննդատունը, որի ամբողջ ֆինանսավորումը կատարվել է Կարապետյանների ընտանիքի կողմից եւ նրանք չեն եղել ոչ պետության կազմում, ոչ քաղաքական պրոցեսների մեջ, այլ ուղղակի իրենց լուր վերաբերմունքն են արտահայտել մայրությանը, կանանց, մեր հասարակությանը, որպիսի հետայսու մենք չունենանք նման վերաբերմունք կանանց նկատմամբ, որպիսի մեր կանանց մայրերին փողոցում որևէ մեկը դա կլինի կառավարության ղեկավար թե շարքային քաղաքացի չվիրավորի, հունիսի 7-ին գնում եւ ընտրում ենք համար 3-ին։